բարև իմ անուշիկ փոքրիկներ, այսօր ես ձեզ համար պատրաստել եմ կախարդի տնակը, հեքիաթը, հիմա միասին կկարդանք։ Լինում է չի լինում մի պարավ, մարդ ու կնիկ, ունենում են 3 աղջիկ, օրերից մի օր մարդը մեռնում է, արևը ձեզ է բաշխում, մնում է կնիկը, այս կնիկը գիտենում է, որ իր մարդը ոսկով ու արծաթով լիքը մի մեծ քսակ է թողել ու մտքում մխիթարվում է, ասում է. հերը մեռավ, գոնե աղջիկներս քաղցած չեն մնալ, աղքատի կերպով մի կերպար է գալիս, իբրև թե ողորմություն է խնդրում, հաջողեցնում է քսակը ձեռք է գցում ու ծլկում, այնպես, որ չեն էլ կարողանում իմանան, թե որ կողմից եկավ ու որ կողմը չքացավ, այսպես խեղճ կնիկը 3 որբ աղջկանով աղքատանում է ու ճարը կտրած օր ու գիշեր է անում, աշխատում, որ կարողանա իր երեխանցը պահի մեծացնի, ժամանակ է անցնում, այս աղջիկները մեծանում են ու մի օր էլ մեծ աղջիկն ասում է. այ մեր, ես մեծացել, մեծ աղջիկ եմ դարձել, ամոթ է ինձ համար, այսպես անբան ու գործ տանը նստեմ, մի բաղաճ թխիր տուր ինձ, գնամ աշխարհքի աշխարհ ման գամ, իմ բախտը գտնեմ, մերը բերում է մի բաղաճ է թխում ու աղջկան հարցնում, թե ինչպես է ուզում, կես բաղաճն է ուզում մոր օրհնանքը հետը, թե ամբողջն է ուզում առանց մոր օրհնանքի, բաղաճն առնում է ճամփա ընկնում, ասում է. մի տարուց ու մի օրից ետը թե եկա, թե հո չեկա, իմացեք, որ ողջ ու առողջ եմ ու իմ բախտը գտել եմ, գնում է, դուրս է գալիս մի անծանոթ երկիր, մի ճամփի վրա մի տնակ է լինում, այս տնակին մոտենում է, տեսնում է շեմքումը նստած մի պարավ, զարամ, կախարդ կնիկ, այս կախարդը հարցնում է, թե ուր ես գնում, թե գնում եմ բախտս գտնելու, ինձ էլ հենց էդպես մի ծառայող է հարկավոր, արի ինձ մոտ մնա, առաջարկում է կախարդը, որ քեզ մոտ մնամ, ինչ պետք է անեմ, պետք է ձեռիս ջուր ածես, շորերս հագցնես, ավլես, սրբես, վառարանը վառես, բայց վայն եկել է քեզ տարել, եթե ծխնելույզի մեջը նայել ես, աղջիկն ասում է համաձայն եմ, առավոտը կախարդը որ վեր է կենում, այս աղջիկը ձեռին ջուր է ածում, շորերը հագցնում, կախարդի դուրս գնալուց հետո էլ վառարանը սրբում է, բայց սրբելիս մտքով նանց է կենում, թե ինչ պետք է լինի, մի մեծ բան հո չի լինելու, եթե մի աչքի պոչով ծխնելույզի մեջ նայեմ, նայում է ինչ է տեսնում է իր մորից գողացած ոսկով ու արծաթով լիքը քսակը, հրես ծխնելույզի մեջը կախարած, իսկույն հանում է, ուսը գցում ու թռչում դեպի տուն, ճամփին մի ձի է պատահում, առաջը կտրում է ու խնդրում ասում է. աղջի ջան աղջի, ինչ կլինի, ինձ քոր ես, այս օղտը տարի է ոչով ինձ քորել չի, աղջիկը ձեռի փետովը ձյուն տալիս է, ճամփիցը դենն է անում ու անցկենում գնում, առաջն է գալիս մի ոչխար, ասում է. աղջի ջան աղջի, ինչ կլինի, ինձ խուզես, այս օղտը տարի է ոչով ինձ խուզել չի, աղջիկը սրան էլ է զարկում, ճամփիցը դենն անում ու անցկենում, մի քիչ էլ գնում է, տեսնում է մի օրիգած էծ, այս օրիգած էծն աղաչում է, ասում է. աղջի ջան աղջի, ինչ կլինի, ինձ տեղ փող անես, այս օղտը տարի է ինձ տեղ փող չեն արել, աղջիկն իծի վրա քար է շպրտում ու իր ճամփեն շարունակում, գնում է, պատահում է մի խափան ջրաղացի, այս խափան ջրաղացը խնդրում է, ասում է. աղջի ջան աղջի, ինչ կլինի, մի բան գցես ինձ վրա, այս օղտը տարի է խափան եմ, ոչով ինձ ոչինչ չի գցել, աղջիկը սրան էլ չի լսում, ներս է մտնում, դռան ետևը ձգվում, քնում, կախարդը վերադառնում է տուն, տեսնում է աղջիկը փախել է,
ակն է տալի ծխնելույզին, տեսնում է այնտեղ էլ քսակը չկա։ Կատաղում է, ընկնում է աղջկա ետևից։ Ճամփին պատահում է ձյուն։ Այ ձի, ասում է, ոսկով ու արծաթով լիքը քսակը ձեռին իմ աղախնին արդյոք չես տեսել։ Հենց նոր էստեղից փախած անց կացավ, պատասխանում է ձին։ Կախարդը վազում է, պատահում է ոչխարը։ Այ ոչխար, ասում է, ոսկով ու արծաթով լիքը քսակը ձեռին իմ աղախնին արդյոք չես տեսել։ Տեսել եմ, պատասխանում է ոչխարը, մի քիչ առաջ դեսը վազելով անց կացավ։ Գնում է, պատահում է իծին։ Այ էց, ասում է, ոսկով ու արծաթով լիքը քսակը ձեռին իմ աղախնին արդյոք չես տեսել։ Ինչպես չէ, տեսել եմ, պատասխանում է էծը, հենց նոր դես անցկացավ դեպի այն խափան ջրաղացը։ Գնում է խափան ջրաղացի մոտ։ Այ խափան ջրաղաց, ոսկով ու արծաթով լիքը քսակը ձեռին իմ աղախնին արդյոք չես տեսել։ Ինչպես չեմ տեսել, ներս արի, հրես մի դրան ետևը քնած է, պատասխանում է խափան ջրաղացը։ Կախարդը ներս է մտնում, տեսնում է աղջիկը հրես, քսակը գլխի տակին, դրան ետևը քնած։ Ձեռքի կախարդական գավազանով զարկում է քնած աղջկանը, դարձնում է քար, իր ոսկով ու արծաթով լիքը քսակն առնում, ետ գնում իր տունը։ Սրա վրա մի տարին ու մի օրն անց է կենում, միջնակ աղջիկը տեսնում է, որ քույրը ետ չեկավ, մորն ասում է. ինչպես երևում է, քույրս բախտավորվել է, ու լավ է ապրում, ամոթ չի, որ հենց էս տանը նստեմ պարապ-սարապ։ Մի բաղաչ թխիր դուր ինձ, գնամ, աշխարհքի աշխարհման գամ, իմ բախտը գտնեմ։ Միջնեք աղջիկն ասում է. ամբողջ բաղաչն եմ ուզում, առանց քո օրհնանքի, մորը։ Ամբողջ բաղաչն առնում է ու ճամփա ընկնում, ասում է. մի տարուց ու մի օրից եթե եկա, թե հո չեկա, իմացեք, որ ողջ ու առողջ եմ ու իմ բախտը գտել եմ։ Գնում է սա էլ մեծ քրոջ նման է վարվում ու նրա բախտին արժանանում։ Մի տարին ու մի օրն անց է կենում, ետ չի գալիս։ Փոքր աղջիկն ասում է. իմ քույրերն հասան իրենց մուրազին։ Միթե հենց ես պետք է մնամ էսպես անբան ու գործ նստած։ Մի բաղաչ թխիր, մայրիկ, ես էլ գնամ իմ բախտի ետևից։ Մերը հարցնում է, թե ո՞րն ես ուզում, կես բաղաչն ես ուզում իմ օրհնանքի հետ, թե ամբողջ բաղաչն առանց իմ օրհնանքի։ Փոքր աղջիկը թե կես բաղաչն եմ ուզում քո օրհնանքի հետը։ Մերը կես բաղաչը տալիս է իրեն, օրհնում ու ճանապարհ դնում։ Իր քույրերի նման սա էլ երկար դես ու դեն թափառելուց հետո գալիս է հասնում կախարդի կացարանին ու աղախին է մտնում նրա մոտ։ Ու հենց նրանց պես սա էլ մի օր ծխնելույզի մեջ նկատում է ոսկով ու արծաթով լիքը քսակը, առնում է ու դուրս պրծնում դեպի իրենց տունը։ Ճամփին հանդիպում է ձիուն, քորիչով քորում է ձիուն, գնում է հանդիպում ոչխարին, մկրատով խոզում է ոչխարին, գնում հանդիպում էծին, էծին տեղ փոխ է անում և հասնում ջրաղացին, աղջիկը ջուրը բաց է թողնում ու ջրաղացը գռում է։ Նա էլ մտնում է ջրաղացն ու դրան ետևը պարպում քնում։ Կախարդը վերադառնում է տուն, տեսնում աղջիկը չկա։ Ծխնելույզն ակն է տալիս, տեսնում քսակը չկա։ Կատաղում, փրփրում, ընկնում աղջկա ետևից։ Հասնում է ձիուն, հարցնում է. այ ձի, ոսկով ու արծաթով լիքը քսակը ձեռին իմ աղախնին չես տեսել։ Դուն էլ իմանում ես, ես բան ու գործ չունեմ, բան ու գործս էն է, քո աղախիններին հսկեմ։ Ես ինչ գիտեմ որտեղ է, գնա ման արի։ Գնում է հասնում ոչխարին, իծին, նրանք էլ նույն պատասխանն են տալիս։ Վերջը հասնում է ջրաղացին։ Այ ջրաղաց, ասում է, ոսկով ու արծաթով լիքը քսակը ձեռին իմ աղախնին չես տեսել։ Ինչ ես ասում, գրոցի մեջ չեմ լսում, մոտիկ արի, ականջումս ասա։ Կախարդը մոտենում է ջրաղացին, որ ջրաղացի ականջումն ասի։ Ջրաղացն սրան բռնում է, պտտում, կոլորում, տակովն անում,
Շինում ալուր աղցան, սրում դեսուդեն, կախարդը վեր ընկնելիս ձեռքի գավազանը վեր գցած է լինում, ջրաղացն աղջկան ասում է. «Էդ գավազանը վերցրա, դրանով զարկիր դրան տակի 2 քարին»։ Աղջիկը գավազանով զարկում է դրան տակի 2 քարին, մին էլ տեսնում է առաջը կանգնեցին իր 2 կորած քույրերը։ Փաթաթվում են իրար ու ոսկով ու արծաթով լիքը քսակն առնում ճամփա ընկնում դեպի տուն, իրենց պարավ մոր մոտ։ Տանը պարավ մերը իր աղջիկներին կորած էր համարում ու նստած սոքանելիս է լինում, որ հանկարծ ներս են մտնում 3-ն էլ ողջ ու առողջ։ Հետներն էլ ոսկով ու արծաթով լիքը քսակը, ուրախանում, աշխարհքով մին են լինում ու էդ օրվանից ապրում են ուրախ ու ապահով։